Իսկ դուք տեղյակ եք, որ նույնիսկ ԱԱԾ-ն չի հերքում, որ տարեսկզբից մինչև հիմա 8000 Թուրքիայի քաղաքացի է եկել Հայաստան։ 44 հոգի էլ, 44 քաղաքացի ադրբեջանական անձնագրով է եկել Հայաստան։ 8000 Թուրքիայից 44 հոգի Հայաստանից, Ադրբեջանից։ Ես մի ընկեր ունեմ ստեղ, ինքը Բուխարայի եվրեյ է ու շատ կապված է հայերի հետ, ադրբեջանցի հետ, ինքը եկավ, պատմեց ինձ, ասեց եկել եմ քեզնից ներողություն խնդրեմ, ասի ինչ կա։ Լսի ասում է, ես միշտ հավասարության նշան էի դնում, որովհետև սիրում էի ադրբեջանցիներին էլ հայերին, դե տենց ենք մեծացել խաղը։ Ասում, բայց ինչ ես ներողություն խնդրում։ Ասում է, գիտես, ես գնացել եմ Ադրբեջան։ Հա, ասում, գնացել ես, ինչն է խնդիրը։ Լսի ասում է, ես ախր Հայաստան էի գնացել Ադրբեջան գնալուց առաջ, ասում, եւ դու չես պատկերացնի, երբ որ անձնագրիս մեջ տեսան, որ ես Հայաստան եմ եղել, կարդում է, ես ուրիշ անձնանունով եմ, ուրիշ տեղից եմ։ Ինչ է թողում Ադրբեջան մտնել։ Ժամերով պահեցին, քրքրեցին, ինձ ու կնոջս։ Դե դու ո՞նց է որ Հայաստանում ես եղել։ 1 տարի առաջ։ Անդրես չէ մի շաբաթ առաջ, 1 տարի առաջ Հայաստանում ես եղել։ Ինչ էր անում դու 1 տարի առաջ։ Ամերիկայի քաղաքացի, ասում է ես Բուխարայի եվրեյ եմ։ Ժամերով քրքրել են, թե դու Հայաստանում ես եղել։ Հայաստան գալի գնում են ադրբեջանցիներ, ինչ ուզեն կարան անեն։ Այնտեղ նույնիսկ Հայաստան եղածներին են մտածում թողել, թե չէ, ու ժամերով քրքրում են սահմանի վրա։ Ու այս մասին հանգիստ ասում է մեր ԱԱԾ-ն։ Ես բազմիցս ասել եմ, մենք ԱԱԾ չունենք, ազգային անվտանգության ծառայություն չունենք։ Ու հետները նշում են, որ եկել են այդ մարդիկ փողոցներում նկարվել, Երևանը ադրբեջանական քաղաք կոչել, ինչ ուզել արել են այստեղ։ 8000 մենակ Թուրքիայից։ Ոչ մի տարի sense արդյունք չի եղել։ Սա ինչ որ բան ասում է մեզ։ Հա? Նախընտրական շրջանի այս ակտիվությունը ինչ որ մի բան ասում է։ Ով ինչի համար է եկել, ում հետ է։ Հասկանում եք 8000 Թուրքիայի քաղաքացի դա վերահսկել նույնիսկ հնարավոր չի։ Վերահսկել 44 հոգուն, եթե ԱԱԾ-ը իհարկե մնացել է, ամբողջ կադրերը որ դնեն այդ 44 հոգու վրա վերահսկելու, էլի չէր բավականացի, բայց վստահ դրանք չեն վերահսկվել։ Վստահ, որովհետև ԱԱԾ-ն իր ռեսուրսները ծախսում է հեռախոս լսելու, ում հետ ինչ խոսած։ Հա, մարդու հետ ինչա խոսում, ամբողջ օրը դրա վրա են նստած։ Մենք չունենք ԱԱԾ, մենք չունենք պետականություն ժողովուրդ։ Սրանց ով ձայն է տվել, հանցագործը։ Նաև սրա մեջ։ Ինձ հետաքրքիր չի կնեղանան, թե չեն նեղանա։ Սա փաստ է։ Պիտի առերեսվա դինակ սրա հետ։
Բարի լույս, երեկվա ազգային ժողովը կիսով չափ եմ նայել, ճիշտն ասած, նախ շնորհավորում եմ բոլոր պատգամավորներին, հատկապես նոր սկսնակ, իսկ հներին, Հասմիկին, Ռուբեն Ռուբինյանին և հին շատ պատգամավորներին էլ ավելի թող Աստված իրենց ուժ տա եւ համբերություն իրականում, իսկ նոր սկսնակ մեր պատգամավորներին, ես նկատել եմ երիտասարդ պատգամավորներ ունենք, ձեզ իրականում հաջողություն, խոսեմ ուրեմն Շիրազ Մանկիկից, Մանուկյանից, մի քայլ առաջ արի, ասում է, ես պատերազմ տեսած մարդ եմ, ինձ հետ հարգալից խոսեք և 2000 չեմ թվականին, 23 թվականին ես պատերազմի մաշկի վրա եմ զգացել և եկել եմ, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնեմ։ Եվ խոսում է իհարկե Վահագն Ալեքսանյանի կրթական ցեզից։ Ես նախ ասեմ, որ դու կրթական ցեզ չունես, քո մոտ այն լրիվ 0 աստիճանում է գտնվում։ Զուտ նրա համար, որ դու ուժեղ Հայաստան կուսակցությունից ես։ Քո նախագահն ով է կուսակցության, դու ով ես։ Պարզ է, որ մեկը գորտիկ է, մեկն էլ պետք է լպծուրիկ լինի։ Դու ով ես, որ առանձնացնես քո անձը, որ դու պատերազմի մասնակից ես ու պետք է քեզ հետ հարգալից խոսեն։ Այլ լպծուրիկ դու քեզ տեսել ես։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, կուսակցությունում կան ևս պատգամավորներ, երիտասարդ, որ նրանցից որևիցե մեկից մենք չլսեցինք նման հարցազրույց կամ ինչ-որ ցենզուրայից դուրս արտահայտություն։ Մարդիկ լուռ նստած հետևում էին։ Առաջի քայլն էր իրանց, ազգային ժողով, զսպվածությունը և հարգանքը ամեն դեպքում կար։ Իսկ դու առաջի օրով քեզ արդեն ցույց տվեցիր լրագրողների մոտ, ես ասում եմ պատերազմի մասնակից եմ, ինձ հետ հարգալից։ Հա, լպծուրիկ, պատերազմի մասնակից ես, մեր մնացած պատերազմի մասնակիցները հեչ։ Միայն քեզ հետ պետք է հարգալից խոսեն։ Այ ճանճ, դու քեզ տեսել ես։ Вообще առհասարակ ուժեղ Հայաստանի լկտիությունը, ցինիզմը ազգային ժողովում առաջի օրով արդեն բավական էր, որ իրենք հանրությունից ստանան ոչ դրական պատասխան։ Առաջի օրով ազգային ժողովում այդ կարգի ոնց ասեմ, բարդակ սարքել, հետո էլ պահանջում ենք ազգային ժողովից, որ ամեն ինչ լինի կարգ ու կանոն։ Ոնց լինի կարգ ու կանոն, եթե ունենք այսքան անդաստիրակ մարդիկ։ Բառիս ամենաբուն իմաստով։ Ցինիզմն ու անդաստիրակությունը սրանց գրպաններում լցված է։ Տարական կրթվածություն չունեն, ուժեղ այսինքն կային էլի ընդդիմադիր։ Նրանցից հələ չենք պրծել, իրենք են եկել։ Եվ բացի դա, պատգամավորները, որ ազգային ժողովում կապ չունի, ընդդիմադիր եք, թե իշխանամետ, եթե դուք երթում չեք ուտում, ձեր ընտրած մարդկանց առջև, որ պարտավոր եք ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, պարտավոր եք բարելավել Հայաստանի Հանրապետության ապագան, քաղաքացիների ապագան, որ ձեզ են ընտրել, то есть եթե դուք
չեք երդվում, այդ քաղաքացիների առջև չունեք պարտականություն, դուք զրո մարդ եք։ Ձեր ընտրած քաղաքացիները հիմա թող տեսնեն ձեր արարքը ազգային ժողովում։ Ցավակցում եմ մեր պատգամավորներին, իշխանական, որ ձեր նմաններին պետքա սանձերը հավաքել, դաստիարակել, այդ թվում նաև պետքա դրա հետ մեկտեղ աշխատեն։ Իրականում 3 գործողություն համատեղ պետք է անեն։ Ազգային ժողովի նախագահն ելույթում, երբ որ նշում էր, Ռուբեն Ռուբինյանն է, չէ՞ կարծեմ, երբ որ նշում է եւ ասում է, եկեք թողենք դրսում այդ նեգատիվը, կոպիտ ասած այդպես, եւ գալ ազգային ժողով քննարկել ցենզուրայի մեջ, գիրտ իրավիճակում քննարկել առհասարակ Հայաստանի Հանրապետության խնդիրները, քաղաքացիների հարցերը, մարդը իրականում ճիշտ է ասում, կպել եք Թուրքիայից Թուրքիա, հա հետո ինչ։ Ավելի լավ է մարդը Թուրքիայում աշխատի նախկինում, չեմ ձեր Շիրազ Մանուկյանի նման լպծուրիկ լինել եւ խոսել չիմանալ, ասում է ես մարդը հիմա նախկինում կարող է աշխատել, ինչ կա դրա մեջ, ասում է ես եկել եմ որ Իրան հանեմ, Իրան ումը վարչապետին նկատի ունես, քո ղեկավարությունը սկի չկարացավ հանի, դու ով ես, այ ճանճ, չէ, մոծակ, որ կանգնես աջակիցների առաջ կփչեն կթռնես, դու ով ես, ես ուղղակի փորձում եմ ակուրատնի լինել եւ չվիրավորել, բայց զգուշացնում եմ ընդդիմությանը, եթե ազգային ժողովում, հատկապես ուժեղ Հայաստանը, ձեզ կոռեկտ չպահեցիք, լինելու է շատ դաժան հանրության կողմից։ Ոնց ուզում եք դա բնութագրեք։ Ինչ չի հետաքրքրում։ Կասեք ՔՊ-ի մոդելն է, կասեք ՔՊ-ի բլոգերն է, կասեք ՔՊ-ի էսա։ Բացարձակ ինչ չի հետաքրքրում։ Եղեք կոռեկտ ցենզուրայի մեջ եւ մի քիչ էլ կրթվեք տանը։ Գոնե խոսել իմանաք, կան քաղաքական սուր քննադատություն, խնդրեմ, պաժալուստա, բայց կոռեկտությունը, դաստիարակությունը, ցենզուրայի մեջ խոսելը շատ լավ բան է, իրականում։ Ակուրատնի եղեք, թե չէ ոչ թե միայն ես իմ ստատուսում էլ գրությունով էլ հանդես եկա, թե չէ ոչ թե միայն ազգային ժողովի պատգամավորներից պատասխանը կստանա քաղաքակիրթ մակարդակով, այլ նաև հանրության կողմից, հատկապես իմ։ Բոլորիդ լավ օր, եւս մեկ անգամ բոլորին շնորհավորում եմ, Շիրազ Մանկիկին էլ կառաջարկեմ գոնե մի քիչ կրթվի։ Երբ որ դու քո բերանը բացում ես ու փորձում ես հարցազրույց տալ եւ ել ավելի կայանալ, դու քեզ խայտարակ ես անում։ Իջնում ես բլենդուզից ցածր։ Ցավում եմ, որ ուժեղ Հայաստանը կարողացել է նման պատգամավորով մտնել ազգային ժողով։ Խեղկատակություն, խայտարակությունը այ իրականում դուք եք։ Ձեր յուրաքանչյուր պատգամավոր, նմանատիպ պատգամավորները ձեզ պատիվ չեն բերում, այլ ձեր պատիվը իջեցնում եւ հավասարեցնում են Պոլի Տերյապկին։ Այսքանը ձեր մասով, վերանայեք ձեր պատգամավորներին, չնայած արդեն ուշ ոնց հասկանում եմ։ Բոլորիս համբերություն ժողովուրդ ջան եւ ուրախ աշխատանքային շաբաթ։ Գնացինք աշխատելու, ժամ արդեն 9-ը։